Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոընթունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, եթե լսում եք մեզ կամ դուք մեզ դիտում եք YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում, լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, այսօր 5 շաբթի է, ինչպես դուք գիտեք, 5 շաբթիները մեր մոտ տեխնոլոգիական են, այս նախագիծը մենք իրականացնում ենք առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ, սա թարմ ուղեղովն է, Դավիթ Աբովյանն է մեր տաղավարում, ողջույն Դավիթ։ Դավիթը Art Group ընկերության ղեկավարն է, հետաքրքիր ընկերություն է, այս շարքը եթե դուք հետևում եք, մենք խոսում ենք բարձր տեխնոլոգիական ընկերությունների մասին, երբ ծանոթանում էի Դավիթ հենց ընկերության հետ, կայքը բացեցի, գրած էր նորարարական լուծումներ շինարարության ոլորտում նաև։ Կապը շինարարության եւ բարձր տեխնոլոգիաների միջև պիտի խնդրեմ մեզ ներկայացնեք։ Շնորհակալություն հրավերի համար։ Կապը շատ հետաքրքիր է, ինքը տենց իր պատմությունն ունի բավականին։ Մենք սկսել ենք IT-ից, IT տեխնոլոգիաներ, IT ինֆրաստրուկտուրա, շինարարություն, էներգետիկա, այնուհետև դատա ցենտրներ։ Այսինքն տենց ոնց որ հավաքվել է մի կետում, որը բավականին առաջադեմ է հիմա ամբողջ աշխարհում։ Ավելի տեխնիկական ոլորտից դուրս մարդկանց համար փորձենք բացատրել դուք ինչ եք կառուցում։ Տվյալների կենտրոններ, հիմնական ուղղությունը տվյալների կենտրոններ են կառուցում, անգլերեն ասած data center, տվյալների կենտրոնները իրենց պատմություն ունեն, ոնց է զարգացել տվյալների կենտրոնները, այսինքն երբ որ մենք կառուցում էինք ընդհանուր տվյալների կենտրոններ 2010 թվականին դա սերվերում էր։ Այսինքն սերվերային սենյակ, որտեղ օթափողիչ էր, դրանց տենց պարզ ինժեներական լուծումներով հասարակ սերվերներ։ Հետո սկսեց cloud computing-ը զարգանալ, այսինքն անպային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ սկսեցին մեծ տվյալների կենտրոններ կառուցել, բայց Հայաստանը ոչ չէր կարողանում մրցել արտաքին աշխարհի հետ, այսինքն տվյալների կենտրոններ կառուցում էին հիմնականում fintech-ը, որտեղ ֆինանսական ոլորտը բանկերը օրենքով էին պարտադրված Հայաստանում ունենալ, որտեղ մյուս դեպքում հարց էր ծագում, ինչի չվարձակալել ինչ որ մեկի մոտ, այլ կառուցել սեփականը ու տենց ոնց որ հայկական սերվերային սենյակները դառան հիմնականում ֆինանսական ոլորտի համար ու փոքր հյուրանոցների մեր ապա պարտադիր ներքին ունենալը։ Այնուհետև ինչ կատարվեց արհեստական բանականությունը ու աշխարհը փոխվեց։ Որ պահանջեց ավելի մեծ ծավալներ, հա, դրա։ Ինքը մոտեցումային փոփոխության բերեց, այսինքն տվյալների կենտրոնները ոչ թե դառան ինտերնետի հասանելիության հիմնական պահանջով, այլ էներգիայի հասանելիության հիմնական պահանջով։ Այսինքն ամենակարևոր կետը էներգիայի արբանն է, բարձր հզորությամբ հոսանքների հասանելիություն ունենալն է։ Եթե ունես հասանելիություն, այդ տեղը հետաքրքիր է, որտեղ օպտիկական մանրաթելերը կարելի է անցկացնել։ Իհարկե մենք կարող ենք այդտեղ տեխնիկական խորանանք, ինչի տարբեր տեսակի data կենտրոններ կա, interference ու երբ որ կրթում ես ոնց որ արհեստական բանականությունը կամ իրան օգտագործում ես։ Այդ data կենտրոն բառը ես կարծում եմ, որ հայկական հասարակության 2025 թվի տենց բառերից է, որտեղ այս տարի մենք շատ հաճախ ենք լսել այդ բառը, տեղեկատվական առիթներ շատ են եղել, որ այդ բառը տենց բան կա, չէ, Օքսֆորդի համալսարանը եւ մի շարք այլ համալսարաններ տարվա բառ են հրճակում։ Ես կարծում եմ մեր պարագայում այս տարի ու երևի թե տեխնոլոգիական համայնքում տենց տարվա բառը այդ data կենտրոնն է։ Կարծում ոչ մենակ տեխնոլոգիական համայնքում, այլ ընդհանուր Հայաստանում հպարտանալու տեղ ունենք, որտեղ Երևանի պետական համալսարանի data կենտրոնը, օրինակ, տարածաշրջանում տենց համալսարան ոչ մի համալսարան չունի տենց data կենտրոն, տենց հզորության։ Այսինքն այդ իմ համար անձնական հպարտանալու հարց է։ Դուք ներգրաված եք այդ նախագծում, եկեք մի փոքր ձեր նախագծերից խոսենք այդ ոլորտում։ Որ հատվածն է ձերը համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների եւ միգուցե անծանոթ մարդիկ կան, ովքեր որ չգիտեն։ Մենք կառուցել ենք դրա մասին էլ խոսենք։ Մենք կառուցել ենք ինֆրաստրուկտուրան ու սերվերային հատվածը։ Ինֆրաստրուկտուրան ավարտել ենք ամբողջությամբ, հիմա արդեն սերվերների կարգավերումների փուլն է։ Ու նորից կրկնվեմ, դա մեծ հպարտություն է մեր համար, որ մենք ենք կառուցել դա, որովհետև առաջինը դա մեր մայրբուհն է, երկրորդը տարածաշրջանում առաջատար դիրքեր ունենանք այդ ոլորտում։ Դուք միայն սեփական նախագծեր եք իրականացնում, թե պատվերով էլ։ Հիմնականում պատվերով, նաև սեփական ունենք, պատվերով նախագծերը fintech-ն է նորից, ամենախոշոր հաճախորդները դե fintech-ից են լինում, որտեվ իրանց համար հզորությունները ուրիշ ոնց որ մակարդակի վրա են։
համել ինչ է կատարվում բոլոր ֆինանսական կառույցները հասկանում են որ եթե չկիրառեն արհեստական բանականություն իրանք outsider կլինեն այսպես ասած այսինքն դուրս կմնան խաղից որովհետև բոլոր ամբողջ աշխարհն այդ ուղղությամբ գնում ֆինանսական ոլորտը առաջինն է ոնց որ զգացե այդ որ պարտադիր պետքա ներդրվել դրա մեջ հետևից կգան մյուս ոլորտներ արդեն Սիրելի ռադիոլսողներ այս հաղորդումից առաջ մեզ մոտ նկարահանվում էր թե հսկաներ հաղորդումը, որտեղ դատարկ ընկերությունից Արսեններ ու նախազրույցին ասաց, որ դատարտի 3 գրասենյակներն էլ կարծես թե դուք եք կառուցել։ Ավելի մանրամասն հասկանանք ինչ է նշանակում դուք եք կառուցել, որ հատվածն է ձեր արածը եւ այդտեղ ինչ աշխատանքներ կան արվող։ Մենք ինչ ենք անում, մենք անում ենք ենթակառուցվածքների կառուցում ամբողջական։ Հիմնականում IT ենթակառուցվածքներից ենք սկսել, երբ որ ամենասկզբում ենք սկսում, հիմա ամբողջական փաթեթով ենք տալիս, այսինքն ամբողջ ենթակառուցվածքն ենք կառուցում։ Դա կլինի մալուխները, կլինի ցանցային սարքավորումներ, սերվերներ, Wi-Fi-ներ ու հարակից սարքավորումները իրա։ Այդտեղ կարևորը նախագիծն է, չէ՞ թե ինչ որ մարդիկ պլանավորում են այդ մալուխները քանի մետր են, ինչ սա դայլեկտ ու կանում։ Այո։ Ինչ մասնագետներ են այդ մարդիկ ովքեր դրանք ինժեներներ են, ճարտարապետներ են, ուզում եմ հասկանամ, այսինքն քանի ոլորտի մարդա ներգրաված այդ process-ին։ Մի IT ընկերության գրասենյակ ստանալու։ Հա, ինժեներ նախագծողներ են, այսինքն իրանք համ գիտեն ոնց որ ճարտարապետական հատվածը, համ ինժեներական, իրանք անում են նախագիծը, այնուհետև նախագիծը անցնում է փորձաքննություն մասնագետների կողմից ու տրվում է արդեն մյուս մասնագետներին, ինժեներներին, որպեսզի իրականացումը կատարվի այդ նախագծի։ Իրականացման փուլը արդեն տարբեր մարդիկ են աշխատում իհարկե, բայց ինքը տենց ոնց որ 3 փուլի է։ Մի հատ նախագիծ, փորձաքննություն ու կատարում։ Բավականին Ճիշտ եմ հասկանում, որ մեծ հաշվով, եթե ինչ-որ մի ընկերություն, որը որ պարտադիր չի որ ՏՏ ընկերություն լինի, չէ՞, այսինքն այն գործիքակազմը, որը դուք թվարկում եք, մեծ հաշվով բոլոր տեսակի գործունեության համար էլ անհրաժեշտ է։ Կարող եմ գալ ձեր ընկերություն, ասի ինձ պետք է գրասենյակ, ինչ ինֆոյա ձեզ ուրիշ պետք։ Մարդկանց աշխատողների քանակ, այսինքն շատ տարբեր ինֆորմացիաներ է, որովհետև օրինակ ամենախոշոր մեր հաճախորդներից ֆինտեքից հետո գալիս են հյուրանոցները, միջազգային բրենդերը, որտեղ միջազգային բրենդը տալիս է բրենդ book, ասում է, «Էս քեզ գիրքը, պահանջները, ըստ այս պահանջների ես անում»։ Այս պահանջները վերցրա արխիտեկտուրայի նախագիծը, ճարտարապետական նախագծին համահունչ արա այս պահանջներով։ Մեր մասնագետները ինչ են վերցնում են այս գիրքը ճարտարապետական նախագիծը, անում են ամբողջական պրոյեկտը տալիս են փորձաքննության, հետո ուղարկում ենք արդեն ոնց որ պատվիրատուին ու բրենդի ներկայացուցիչին ասենց ասում ենք հեսա ձեր նախագիծը։ Քննարկումների հետևանքով ստանում ենք արդեն ամբողջական նախագիծ, որը որ հյուրանոցների դեպքում օրինակ բավականին բարդ է, որտեվ Հայատ հյուրանոցն էին կառուցում, երևի 10 քանի տարի առաջ էր հրապարակի Երևան ջերմուկին էլ ենք մենք արել IT ինֆրաստրուկտուրան ու եկավ Եվրոպայի ղեկավարը ոնց որ Հայատների այնքան հետաքրքիր հեռախոսը վերցրած սա հյուրանոցով քայլում էր դե մենք էլ առաջին մեր այդպես բրենդային հյուրանոցն է մտավ բան մահճակալի տակը ու հեռախոսով ինտերնետ է ստուգում բոլորը sense զարմացած նայում են ասում են այս մարդու հետ էս ինչ ա եղել հետո մտավ լոգասենյակի մեջ ու այնտեղ ասեց բարձրացել է անկյունում ինտերնետը ասեց լավ է կառուցել հյուրանոցը մենք բոլորս sense բան արեց ասեց 3 աստղանի հյուրանոցներում ամենակարևորը լավ մահճակալ լավ ինտերնետ ու լավ նախաճաշ ուրիշ ոչ բան կարևոր չի մարդիկ են սպասում այդ դրա համար հյուրանոցներում շատ կարևոր է մաքսիմալ որակի ինտերնետ ունենալ մեծ հաշվով ձեր աշխատանքը կարծես թե մի պատուհանի սկզբունքով է այսինքն հաճախորդը կարա մի մարդու հետ շփվի եւ լուծի իր բոլոր հարցերը։ Այդտեղ խնդիր կա, որ երբ որ խոշոր բան ես կառուցում, ուզում ես պատասխանատվություն լինի դիմացի կողմից, այսինքն պատվիրատուն ուզում է պատասխանատվություն տեսնի, որ պատասխանատվություն են վերցնում, մենք այդ պատասխանատվությունը վերցնում ենք, դրա համար կարծում եմ մեր հաճախորդները գոհ են։ Մի փոքր սեփական նախագծերի մասին խոսենք ձեր ընկերության, որը որ դուք եք իրական։ Սեփական համատեղ նախագծեր ունենք, հիմնական մենք սիրում ենք համատեղ պրոյեկտների մեջ մտնել, ինչու որտեվ մենք մի բանի մեջ մենք ենք շատ ուժեղ, մի բանի մեջ մեր գործընկերներն են ուժեղ, ու այդ ժամանակ ոնց որ սիներգիա է գոյանում ու բավականին հետաքրքիր պրոյեկտներ է ստացվում։ Հիմա ունենք Գագարինում կառուցվող տվյալների կենտրոն, որը նորից տարածաշրջանում ամենամեծը կլինի, ոնց որ մյուս տարվա
մարդ կարծում եմ արդեն բացումը կանենք։ Ովքեր են գործընկերները, ում հետ եք անում այդ եթե գաղտնիք։ Ծրագրային այդպես գաղտնիք չի, ծրագրային ապահովումն ենք իրա անում, ամբողջական process-ը ոնց որ փորձում ենք մի տեղում անենք։ Արևային կայան ենք սարքել գործընկերների հետ, արևային կայանով ասնվելու ամբողջ data կենտրոնը, то есть տվյալների կենտրոնի էներգիան ամբողջությամբ արևային կայանի հզորությունը բավարարում է, որ բանանի, սպառի։ Ու սպառումը լինելու է դե արտասահմանի համար։ Այդ դրա մասին էլ է ուզում խոսենք, սպառումը ոնց ալնելու, բայց նաև ուրիշ հարց կա։ Ընթացիկ էքսպլուատացիան դուք եք իրականացնելու, թե մենք մոտ բավական աշխատանքի բաժանում ունենք ու մեր տիրույթում է գտնվում, որ օրինակ շատ տեխնիկական հարցերի տակ ոնց է operation-ը լինում, կարող է չկարողանան պատասխանել, որովհետև մյուս ոնց որ թիմն է զբաղվում, մեր խնդիրը ավելի շատ ամբողջական ենթակառուցվածքները կառուցել, միացնել, տեստավորել ու հանձնել։ Ու հետագայում սպասարկել, բայց ինժեներական տեսանկյունից, այսինքն ոչ թե բուն աշխատանք է, այլ բան։ Սերվերների cloud-ի իր այդ ամբողջ support-ը արդեն ոնց որ մեր տիրույթում չի։ Մեր տիրույթում իրան բերել են մակարդակի վրա, որ ով որ աշխատելու է իր վրա ու ծրագրերը դնելու է Nvidia-ի ժողովրդից ու մնացածը, ասեն մեր համար okay, լրիվ։ Դուք դրա մեջ եք, Դավիթ, փորձագիտական բաներում, հա, այսինքն հատվածում խոսում են, որ մենք մեծ պոտենցիալ ունենք տարածաշրջանային դատա կենտրոն դառնալու։ Կիսում եք այդ միտքը ընդհանրապես։ Միանշանակ, ինչա դատա կենտրոնը, էլի մեծ հոսանքի սպառման աղբյուր։ Այսինքն, եթե մենք ունենք հոսանքի արտադրություն, մենք կարող ենք ունենալ մեծ դատա կենտրոններ։ Երկրորդ խնդիրը դատա կենտրոնները դա մարդիկ են։ Այսինքն պետք են մասնագետներ, ով կկառուցեն այդ դատա կենտրոնները։ Այսինքն դատա կենտրոնը ուղղակի շինարարություն չի։ Մենք ինքը բավական բարդ ինժեներական հանգույցներով շինարարությունն է ու իր բարդությունը ինչու՞մն է կայանում։ Ենթադրենք դատա կենտրոնը, որը կառուցվել է 2 տարի առաջ, լիովին ուրիշ է, ինչ կառուցվում է հիմա, ու 6 ամիս հետո էլի ուրիշ է, այսինքն հիմա օրինակ այդ liquid cooling-ն է շատ տարածված, forced air cooling-ն է շատ տարածված, ու մեր մասնագետները անընդհատ տարին մի 4-5 անգամ մեկնում են արտասահման, սովորում են, փորձի փոխանակն անում, որովհետև շատ արագ է զարգանում։ Միջև դա, չեմ 10 տարի առաջ կարենք ասենք, տարին մի անգամ գնանք, ամեն ինչ գիտենք ինչ է կատարվում։ Հիմա անցած տարի ինչ էին խոսում ու այս տարի ինչ են խոսում, լրիվ տարբերվում է իրարից։ Այսինքն եթե միտեղ դատա կենտրոն կա, մենք կարանք հստակ իմանանք, որ իր վրա անդադար ինչ որ աշխատանքներ են արվում, ինքը փոփոխությունների է ենթարկվում։ Մի փոքր տենց չի, ինքը ավելի շատ դու հիմա փորձում ես գուշակել ինչա կատարվելու մի քանի տարի հետո, այսինքն lifespan-ը հիմիկվա դրա սարքավորումների 5 տարի գոնե ուզում ես պատկերացնես, այսինքն որ 3 տարի return on investment լինի իր վրա, գոնե 5 տարի, 2 տարի էլ ոնց որ բան profit ունենա։ Դրա համար մոտ 5 տարի դու սկսում ես գուշակել։ Ինչա այդ բերում իր խնդիրներն է բերում, օրինակ liquid cooling-ը, այսինքն liquid cooling-ը մի քիչ ավելի པարզ բացատրեմ, ջրով հովացում է, նո ջուր չի, հեղուկով հովացում է, որը որ ոչ թե օդն ես դու հովացնում, այլ հենց չիպն ես հովացնում։ Այդ տեխնոլոգիան օրինակ բավականին նոր է ու շատ խնդիրներ է առաջացնում, բայց այդ խնդիրները որ ռիսկ են դիմում բոլոր արտադրողները, այսինքն իրանք արտադրում են, հանում են, տեստավորում են, մի բան խնդիր անում, հետ են գանչում, փոխում են, նորից են արտադրում, որովհետև եթե իրանք տենց չանեն, իրանք դուրս են մնում խաղից։ Ուղղակի խաղից դուրս են մնում։ Այսինքն, հա, էքսպերիմենտի մեջ է սրվում անընդհատ, էլի, արտադրողն էլ։ Օրինակ բերեմ, էլի, եթե միջև այդ 8 կիլովատ էր մի պահարանից էներգիայի ոնց որ հովացման խնդիրը մեր, հիմա մենք միջև 80 կիլովատ մի պահարանի մեջից էներգիա ենք հովացնում, որը որ հսկայական թիվ է, 10 անգամ փոխվել է։ Այսինքն հին սերվերային սենյակում նոր տեղ է ջերմությունը այլտեղ օգտագործելու ինչ-որ լուծումներ չկան։ Լուծումներ կան, բայց քանի որ ինքը շատ արագ զարգացող է ու ուզում ես խաղի ոնց որ արխիվում լինես, կարծում եմ դատա կենտրոնների կառուցողներին չի հետաքրքրում այդ պահը հիմա, որովհետև իրանց հետաքրքրում է մաքսիմալ արագ իրանց չիպսետերը սկսել աշխատել։ Որտեվ ափսոս է, էլի, այսինքն այդքան ջերմություն է գոյացվում, որը կարելի է ինչ-որ այլտեղ օգտագործել, է։ Եթե մենք օրինակ Հայաստանում խոսում ենք ինչ-որ մեգավատների մասին, դրսում խոսում են գիգավատների մասին։ Ես ուղղակի որ պատկերացնեք ինչ ձևի տարբերություն է, 100 մեգավատը դա մոտ 100,000 բնակարան է։ 100 մեգավատանոց դատա կենտրոն չի համարվում շատ մեծ դատա կենտրոն։ Հա, այսինքն այդ մասշտաբի էներգիայի սպառումը։
մենք հասցնելու ենք էներգետիկ համակարգը բերել data կենտրոնների պահանջներին։ Բավականին աշխատանք տարվում է այդ ուղղությամբ, որ ոնց որ փորձենք պոտենցիալ ունենք, պոտենցիալ գծեր կառուցում են թե Վրաստանի ուղղությամբ, թե Պարսկաստանի ուղղությամբ, ներքին արտադրության հնարավորությունները մաքսիմալ շատ է, ուղղակի դե արևայինի հետ կապված ինձ թվում է դուք եք գիտեք ակումուլյատիվ կայանների խնդիրն է, որ պետք է ակումուլյատիվ կայաներ կառուցվի։ Բայց հիմա ոնց որ ընթացք գնում է դա, բավականին ակտիվ քննարկումներ են, հանրային կարգավորող հանձնաժողովն է շատ ակտիվ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում, ու պետությունը ընդհանուր առմամբ ուզում է ինչ-որ բան փոխի, ինչքան արագ է թե դանդաղ այդքան մասնագետ չեմ այդ ուղղության մեջ։ Մտնելու եք այդ ուղղության մեջ, թե չէ։ Էներգիայի արտադրություն ունենք, ակումուլյատիվ կայանների մեջ դեռ ոնց որ ձեռներս չի հասնում, բայց ինքը շատ Բայց ինքը ոնց որ ձեր ցիկլի մեջ է, չէ՞։ Մենք ցիկլ ենք պատկերացնում, օրինակ դեռ արտաքին ներդրողի համար ամբողջական փաթեթ առաջարկելու, արևային կայան, ակումուլյատիվ կայան ու տվյալների կենտրոն, որտեվ այդ դեպքում մենք ինչ ենք օգտագործում ենք մեր արևը, որը բավականին լավն է, ակումուլյատիվ կայանը տեխնոլոգիա է, որը որ թույլ է տալիս այդ արևը ակումուլյացիա անել ու հետագայում օգտագործել, տվյալների կենտրոնը ամենօրյա ռեժիմով մասնագիտանում ենք, որ ոնց որ մի պատուհանի սկզբունքով արտաքին ներդրողի համար հետաքրքիր լինի, ինքը հասկանա, որ ինքը առնում է փաթեթ, ոչ թե առնում է գալիս է սկսում է մանգալով արևայինը կառուցելու, ով է ակումուլյատիվ կայանը կառուցելու, այլ ինքը առնում է փաթեթ, որը որ արտաքին ներդրողի համար հետաքրքիր է դառնում։ Ի վերջո է data կենտրոնները ինչ որ ծառայություն են մատուցում, չէ՞, այսինքն ճիշտ եմ հասկանում, որ ըստ ձեր հաշվարկների այդ շուկան դեռ այն աստիճանի հագեցած չի, որ մենք դեռ տեղ ունենք data կենտրոններ սարքելու մեր երկրում, ու մենք կարողանում ենք մրցունակ լինել հաճախորդի համար։ Մրցունակ լինելու մասով հետեւյալ բանը պետք է հասկանանք։ Երկու տեսակի է AI data center, data կենտրոնները օգտագործում։ Մեկը կրթելու համար, մեկը օգտագործելու համար։ Կրթելու համար հենց AI մոդուլ, model learning AI-ին կրթելու համար։ Այո, AI-ին կրթելու համար բարձր թողունակությամբ ինտերնետ պետք չի։ Երբ որ AI-ը օգտագործում են, շատ բարձր թողունակությամբ ինտերնետ, այսինքն եթե մենք ասենք օգտագործման հատվածով Հայաստանը շատ մրցակցային դիրքերում չի գտնվում։ Կրթելու կտորով շատ մրցակցային ու միշտ այդ հարցը առաջանում է, էլի խի կառուցում Հայաստանում։ Ընդ որում այդ հարցը ոչ թե դրսում է առաջանում, այլ հիմնական Հայաստանում են, որ ինձ հարցում են, ասում են, բայց խեք Հայաստանում կառուցում, գնացեք չեմ ուրիշ երկրում կառուցեք։ Դե Հայաստանում են կառուցում, որտեղ մենք ստեղ ենք ապրում, սիրում ենք մեր երկիրը, ամենահիմնականը մտքի մեջ է դա ասում իհարկե, բայց հիմնական խնդիրը հետևելն է, որ եթե ունես հոսանքի աղբյուր, ունես բավականին նորմալ ինտերնետ, ինքը կրթելու համար համարվում է շատ լավ տեղ։ Բայց այդ կրթելու պահանջարկը դեռ լինելու է շատ երկար։ Շատ է ինքը։ Շուկաների բաժանվածությունը մոտավորապես 30-70, այսինքն կրթելու կտորի 30%, օգտագործման 70%։ Պահանջարկը դե ինքը մենակ շատանում է։ Այսինքն այն data կենտրոնները, որոնք Հայաստանում կառուցվում են, նաև ձերը, չգիտեմ, մոտակա 5 տարին լուրջ ծանրաբեռնվածությամբ են աշխատելու։ Այնքան փոքր է Հայաստանում կառուցող data կենտրոնների ծավալները, որ ինքը դրսի շուկայում չեմ կարծում միջին կարա համարվի։ Այսինքն ինքը դեռ փոքր, մենք փոքր ծավալների մասն ենք խոսում, որովհետև Ամերիկայում օրինակ data կենտրոնը 100 մեգավատից վերև նոր համարվում է այդպես միջին։ Հիմա Firebird-ը որ կառուցում են, մենք մեր համար դա շատ մեծ առաջ խաղացում է, որովհետև ոնց որ աշխարհի քարտեզի վրա Հայաստանը սկսում են ճանաչել որպես data կենտրոնի հնարավորության տեղ։ Հայաստանից դուրս նախագծեր անում եք։ Հիմա մշակման փուլում է, բայց այնտեղ որպես ոնց որ project manager ու պրոյեկտի կազմակերպիչ ենք ավելի շատ հանդես գալիս։ Դա ամենաթանկ ծառայությունը չի, ամենաթանկ հատվածը չի։ Այո, ամենաթանկն է ու ամենադուրեկան, որ այդ մակարդակի հասնում ենք, որ ոնց որ դրսի կամպանիաների հետ կարողանում ենք ոչ թե որպես աշխատող լինել, այլ որպես գեներացնող։ Էդ է ուզում հասկանալ, այսինքն արդյոք մեր Հայաստանում ոլորտում արվող աշխատանքները մրցունակ են դուրսը, մենք որտեղում ենք, ումից ենք առաջ, ումից ենք հետ, ընդհանուր առմամբ աշխարհում ձեր ոլորտում որ երկրներն են առաջատար, այսինքն տարածաշրջանում առաջ ենք, այտենց տարածաշրջանում իրականում IT հատվածով միշտ ոնց որ փորձել ենք առաջ լինել, բայց այս
հենց դատակենտրոնների մասով բավականին լավ դիրքերում են գտնվում։ Մենք որ տարածաշրջանից խոսում ենք, ժամանակ առ ժամանակ կարիքա լինում ճշգրտելու տարածաշրջան ասելով մենք ինչ նկատի ունենք։ Թուրքիան ու Պարսկաստանն էլ են հաշվում։ Թուրքիան չէ։ Երբ տարածաշրջան ենք ասում, Պարսկաստանում շատ թույլ է այդ ամեն ինչը, Վրաստան, Ադրբեջան։ Թուրքիայում շատ ուժեղ են, Թուրքիայում դատակենտրոնների հատվածը իրանց մոտ ոնց որ համատություն բերեմ էլի։ Մենք օրինակ հիմա էներգետիկ հատվածը այնպեսի կառուցվածք ենք անում Գագարինի պրոյեկտում, որ Հայաստանում առաջին անգամ է կիրառվում է տեխնոլոգիան ու առհասարակ առաջին անգամ է տենզեվի տեխնոլոգիա կիրառվում Հայաստանում ոչ միայն տվյալների կենտրոնների շուկայում, բայց Թուրքիայի ուսումնասիրելով թուրքական շուկան, իրանց մոտ օրինակ գործարան ունեին այդ ամեն ինչ։ Այսինքն այդքան զարգացած են իրանց մոտ, որ աֆրիկական շուկայի վրա էին մատակարարները հիմնականում անում, բայց այդ էներգետիկ հատվածով շատ զարգացած էին։ Չիպսետերի մասով չեմ կարողանա ասեմ Թուրքիան ունի թե չունի, չեմ ուսումնասիրել ուղղակի այդպես հետաքրքրություն չի եղել դրամադրման տեսանկյունից, որտեղ ինչ է կատարվում Ամերիկայի կառավարությունը որոշում է, որ երկրին թույլ տա առնել, որ երկրին թույլ չտա։ Այսինքն մեր երկրին թույլ տալիս են, որը մեր համար մեծ ռեզուլտատ։ Այո, դեսպանատան աշխատանքն էլ է այդտեղ շատ մեծ, որտեղ իրանք ամեն պրոյեկտին աջակցում են, որ այդ պրոյեկտը իրականանա։ Որտեղ հաճախորդի ստուգում է անցնում։ Այդ սարքավորումը ով է օգտագործելու ու դեսպանատունը բավականին ակտիվ աջակցում է, որ պրոյեկտները առաջ գնան։ Ես կուզեի շինարարական հատվածին մենք վերադառնանք, դուք շինարարության մեջ կաք, տարբեր նախագծերում եք գրաված։ Արդյոք տարբերությունը շատ է, սենց ասենք, հա, բնակարանաշինության ու արդյունաբերական շինարարության։ Այդ նույն շինարարությունն է, թե այդտեղ ուրիշ տեխնոլոգիաներ են կիրառվում։ Ինքը շինարարական տեսանկյունից, եթե վերցնում ենք որպես շենք, շատ պարզ է։ Եթե վերցնում ենք որպես ենթակառուցվածք, շատ բարդ է, որտեղ շատ խիտ ենթակառուցվածք փոքր տեղում է։ Ամենամեծ դժվարությունը դա է, այսինքն հսկայական հզորություններ մի փոքր տարածքի։ Այո, 200 քառակուսի մետր է ու ահռելի հզորություն կամ ավելի փոքր մակերեսներ ու դա խաղի կանոն է փոխում։ Այսինքն ամբողջությամբ դու չես կարող ուղակի նախագիծ անես, դու անում ես հատուկ ծրագրով բոլոր մալուխները իրար վրա դրած, բոլոր խողովակները, որ տեսնում ես, որ այս մալուկի հաստությունը պետքա փոխենք, որտեվ մալուխի հաստությունը չփոխենք, այս մալուխի ցերավորությունը չեն կարողանա պահենք, ուրիշ տեսակի մալուխ օգտագործենք։ Այսինքն ինքը նախագծման մեջ է կտրուկ տարբեր։ Շատ։ Նախագծման մեջ կտրուկ տարբեր է։ Ու երբ որ սկսում ես արդեն կառուցելու ժամանակ ինքը տարբերվում է սարքավորումների հստակ աշխատելու խնդիր կա այնտեղ։ Այսինքն կա N+1, N+2, 2N ռեզերվավորման տարբերություններ կա, որպեսզի դու կարողանաս ստանդարտներին համապատասխանես, որովհետև թայերն է ստանդարտը տվյալների կենտրոնի, այնտեղ կա 1, 2, 3, 4, հիմնականում դե 3-4 են կառուցում, 4-ը շատ բարդ է, 3-ը բարդ է, բայց հասանելի։ Դավիթ, Գագարինի դատակենտրոնը, որ կառուցվում է, ինքը Հայաստանում է նախագծվել։ Այո, ամբողջությամբ։ Ու Հայաստանում է նախագծվել, մենք տվել ենք փորձաքննության դրսի կամ ոնց որ մի քիչ խնդիր կա, մեզ պետքա շուկան զարգանա, որպեսզի էկոսիստեմը զարգանա ամբողջությամբ Հայաստանում։ Մենք որ արել ենք նախագծի փորձաքննությունը տարբեր ուղղություններով տվել ենք արտաքին կազմակերպությունների ստուգման։ Բայց նախագիծը ստեղ է։ Նախագիծը ամբողջությամբ ստեղ է։ Հայաստանցի մասնագետների, հայաստանցի մասնագետների մեր թիմն է, ամբողջությամբ մեր թիմն է նախագծը։ Բայց ստուգելը դրսի թիմն է ստուգել, դրա համար տենց այդ վերստուգելը, հա, լավ։ Նկատի ունեմ դա կարա դառնա եւս ծառայություն արտասահմանցիների համար, որ դրսից ինչ որ մի ընկերություն ձեզ պատվիրի նախագիծ դատակենտրոնի։ Կարող է դառնալ ու ընդհանրապես մենակ ձեր ընկերությունը չէ, արդյոք հայկական ինժեներական միտքը կարա հասնի դրան։ Վստահ եմ, որ կդառնա այդ ուղղությամբ, ուղղակի որոշակի ստանդարտների տարբերություններ կա շինարարական ոլորտում կախված երկրից ու այդ երկրին ադոպտացնելու խնդիր կա։ Ոնց մենք օրինակ շինարարական պրոյեկտներ ունենք, որոնք որ դրսում է նախագիծ արվել, մեր նախագծողները ադոպտացնում են հայկական օրենքներին։ Սեյսմիկայի հետ կապված, սեյսմիկայի հետ, անվտանգության հետ կապված, ինքը որտեվ հա շատ լավ նախագիծ արած, բայց ընդհանրենք սեյսմիկայի մի հատ օրենք ունենք, որի պատճառով կոնստրուկտիվ փոփոխություն ա լինում, օրինակի համար, էլի, կամ հակահարդեհային օրենք ունենք, որի պատճառով որոշակի սարքավորումների փոփոխություն լինում, ադոպտացիան, բայց այտենց ամբողջական եթե նայենք, ինքն ընդհանուր առմամբ մենք ի վիճակի ենք։ Այո, իհարկե։ Նաև դրսի համար տանելու։
Շնորհակալ եմ շատ, սիրելի Ձեզ շատ ռադիո լսողներ շնորհակալություն։ եւ ռադիո դիտողներ, Դավիթ Աբովյանն էր մեր տաղավարում, Art Group ընկերության ղեկավարը, երկրորդ խոսափողի մոտ այս հաղորդումը Դավիթ Խումարյանն էր ձեզ համար վարում։ Այսօր Tech 5 շաբթի ամերի եթերում շարունակեք լսել գործարար ալիքը, կհանդիպենք։ Շնորհակալություն։